Քաղաքի կառավարման 1 տարվա կես տարին անցավ առանց քաղաքապետի, բայց բոլոր աշխատանքները քաղաքապետարանը պլանավորել է հիմնվելով Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրերի վրա։ Այն 5 տարիների համար գրված ծրագիր է։ Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը առանձնացնում է Գյումրիում տարիներով ձգձգվող, խնդրահարույց համարվող ապօրինի շինությունների օրինականացման, շինթույլտվությունների տրամադրման գործընթացը, նշում, որ այժմ այն ակտիվ փուլում է, համեմատության համար բերում է թվեր, տվյալներ նախորդ տարիների վիճակագրությունից։ 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի ապրիլը ինքնական շինությունների օրինականացում սեփականության իրավունքի ճանաչմամբ 72-ն են եղել, 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլը 260-ը, այսինքն աշխատանքները կատարվել են եռագի քառագի անգամ։ Կարևոր շատ ծրագրեր ունեն, բայց դրանց մեծ մասը ժամանակին չեն մեկնարկում կամ չեն իրականացում։ Խոչընդոտ հանդիսացող գլխավոր պատճառներից է շինմրցույթների չկայանալը։ Ընկերությունները մասնակցության հայտեր չեն ներկայացնում, ինչպես դա եղավ մասնակցային բյուջետավորմամբ շների կացարանի կառուցման պարագայում։ Ըստ այդմ էլ ծրագիրը չմեկնարկեց։ Հիմա այն փորձում են իրականացնել տեղական բյուջեով, եթե մրցույթով շահած շինարար գտնվի։ Քաղաքապետարանի պաշտոնյաներն ակնկալում են, որ այս անգամ մրցույթները դիտավորյալ չեն ձախողվի։ Արդեն քաղաքապետական շինության վրա կառուցվի, այսպես ասած, առաջվա թշնապուծական ֆաբրիկայի տարածքում գտնվող, այսպես ավելի իրենց առանձնացված կացարաններով։ Այստեղ միտումն է, որ մեզ շինական աշխատանքների մրցույթների հետ կապված շինարարներին ուղիղ դիտավորյալ հետ են քաշում մասնակցությունից։ Մենք սա տեսնում ենք, որովհետև հնարավոր չի տվյալ շինարարական օբյեկտի նկատմամբ որևէ հետաքրքրություն չշարժել։ Քաղաքի բյուջեի գումարները նաև սոցիալական բնակարանների կառուցման նախագիծ ունեն, հետևյալ տարբերակով բուլվարային թաղամասի հանրակացարանային մասնաշենքը հիմնանորոգել եւ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին հատկացնել։ Սպասում են շինարարի մրցույթի անցկացմանը։ Շուտով կհայտարարվի շինարարի մրցույթը բուլվարային թաղամասում գործարանային սոցիալական բնակարանի վերակառուցում, մոտ 48 բնակարան, եթե չեմ սխալվում։ Իսկ բնակարանաշինական մյուս ծրագիրն այս տարվա սուբվենցիոն փաթեթում են ներկայացրել, որը դեռ հաստատված չէ։ Բուլվարային թաղամասում է հիմքից 0-ից կառուցվելու, հիմնական կառուցվելու 2 բնակարանների բնակելի շենքերի կառուցապատման սուբվենցիոն ծրագրերն են, որը նույնպես նախագծերը արված է եւ մնացել է, որ կառավարության կողմից հաստատվի այս սուբվենցիոն ծրագրերը։ Եվս մեկ անգամ ասում են բարձրաձայն, ասված մի արածե, սոցիալական բնակարանաշինությունը չընդգրկեք, պարոնայք։ Դուք տեսնեք, այս 100 բնակարանը օրհասական 100 բնակարան է։ 1 տարվա ընթացքում քաղաքապետարանին ինչքանով հաջողվեց համագործակցել մարզային իշխանությունների հետ։ Գնահատականները հուսադրող չեն, հատկապես որ մի քանի օր առաջ Շիրակի մարզպետը հայտարարեց, որ Գյումրիում թիմ կառավարումը կարելի ասել տապալված է։ Այդ համագործակցության մասին որ հարց տվեցիք, մենք համագործակցում ենք մարզային իշխանությունների հետ, այո, բայց նրանք մեզ հետ ավելի սերտ համագործակցեն։ Ես խորհուրդ կտայի, որ մարզպետը փոխանակ նման կոպիտ ու կոշտ պատասխան տար, նա պետք է ասեր, թե ինչով է աջակցել Շիրակի մարզում գտնվող խոշոր քաղաքային իշխանություններին որպես մարզային կառույց, որտեղ ինչ աջակցություն է ցուցաբերել, օգնություն է ցուցաբերել, որ մենք չենք ընդունել կամ չենք կարել։ Հետոնոր ինքը թիրախավորել։ Փոսային նորոգումները, մարզադպրոցների, տանիքների, պատշգամբների վերանորոգումները այս տարվա ընթացիկ ծրագրերում են։ Բյուջեի ֆինանսական հնարավորությունները թույլ տալիս են ավելի շատ ծրագրեր իրականացնել, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն։ 2025 թվականը փակել են սեփական եկամուտների հավաքագրման 95.5% ցուցանիշով։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։